Բարև ձեզ հարգելիներս։ Շարունակում ենք խոսել Պլուտոն մոլորակի եւ իր կողմից կառավարվող կարիճ նշանի մասին։ Եվ այսպես, կարիճներ են համարվում այն մարդիկ, ովքեր ծնվել են հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում։ Սա իքական նշան է, որը պատկանում է ջրի տարերքին։ Էներգետիկ քարերն են հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 2-ը ադամանտ, նոյեմբերի 3-ից 12-ը ամետիս, նոյեմբերի 13-ից 22-ը լուսնաքար։ Կարիճներին կառավարվող մոլորակներն են Պլուտոնը եւ ռետրո Մարսը։ Պլուտոնի էներգիան մարդու օրգանիզմում պատասխանատու է երիկամների, կոնքերի, լեղապարկի, երակների, քիթ-կոկորդի համար։ Այս մոլորակի անբարենպաստ դիրքը կարող է առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են դեղնախտը, գլխի դեմքի վերքերը, ինչպես նաև տեսողական խնդիրները, ընդհուպ մինչև կուրություն։ Սա չի նշանակում, որ բոլոր կարիճները կհիվանդանան այս հիվանդությամբ։ Չնայած կարիճը ջրի տարերք է, նրա ջուրը նման չէ խեցգետնի հանդարտ լճի կամ ձկների անհատակ օվկիանոսի։ Կարիճի ջուրը եռացող լավա է, նրանք օժտված են բնատու ռենտգենյան հայացքով։ Ակնթարթորեն զգում են սուտը, կեղծիքը եւ մարդկանց թաքնված մտադրությունները։ Կարիճների հետ անհնար է խաղալ, քանի որ նրանք միշտ թափանցում են հոգու ամենամութ անկյունները։ Եթե նրանք նպատակ են դնում, ապա հասնում են դրան, անցնելով ցանկացած արգելքի։ Կարիճները չափազանց գաղտնապահ են եւ հազվադեպ են բացահայտում իրենց մտքերը։ Վիրավորանքը երբեք չեն մոռանում, իսկ նրանց վրեժխնդրությունը ոչ թե պահի բարկություն է, այլ սառը հաշվարկ։ Աստղաբանության մեջ կան երկու տեսակի կարիճներ։ Առաջինը՝ ցածր հոգևոր արժեք ունեցող կարիճներ, որոնք իրենց խայթոցը ուղղում են այլոց դեմ, երկրորդը՝ բարձր հոգևոր արժեք ունեցող կարիճներ, որոնք խայթում են սեփական թերությունները, ձգտելով կատարելության։ Կարիճները տոկուն են, համառ, ինքնավստահ։ Նրանցից շատերը հաճախ տառապում են ներքին ինքնակերումից, սակայն հետո վերածվում փյունիկի պես մոխիրներից։ Կարիճներին համապատասխանում է այն բնագավառները, որտեղ պահանջվում է կամքի ուժ, դիմացկունություն եւ համառություն, օրինակ՝ իրավաբանություն, քննչական գործ, ռազմական գործ, հետախուզություն, քաղաքականություն, բժշկություն, հատկապես ֆիզիոթերապիա։ Հիշեցնեմ, այս ամենը կախված է նրանից, թե ինչպիսի դիրք ունի Պլուտոնը ձեր քարտեզում եւ ով եք դուք ասցենդենտով։ Հետաքրքիր է, հարգելի հետևորդներ, իսկ դուք որ տեսակի կարիճի հետ եք հանդիպել։ Եվ այսպես, ինչու է այս նշանի կերպարը կարիճի տեսքով։ Ըստ հունական առասպելի կար հզոր ու գեղեցիկ, բայց չափազանց հպարտ որսորդ, ում անունն էր Օրիոն։ Հիշեցնենք, որ հայկական էպոսում Օրիոնը մարմնավորում է մեր նախահայր Հայկին։ Կեսկատակ կեսլուրջ, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչու ենք մենք հայերս այդքան հպարտ, լսեք մեր նախահոր Հայկի Օրիոնի պատմությունը։ Եվ այսպես, Օրիոնը պարծենում էր, թե կարող է սպանել երկրի վրա գտնվող ցանկացած կենդանու։ Լսելով այս հոխորտանքը, երկրի աստվածուհին որոշում է պատժել հպարտ որսորդին։ Իր դեմ ուղարկում մի փոքրիկ կարիճի։ Չնայած իր հսկայական ուժին, Օրիոնը չի նկատում իր ոտքերի տակ սողացող փոքրիկ էակին, կարիճը խայթում է նրան եւ հզոր որսորդը մահանում է։ Զևսը երկուսին էլ բարձրացնում է երկինք եւ դարձնում համաստեղություն։ Սակայն այնպես է անում, որ նրանք երբեք չհանդիպեն իրար։ Երբ կարիճի համաստեղությունը հայտնվում է արևելքում, Օրիոնը փախչում է թաքնվում արևմուտքում։ Այդ պատճառով նրանք երբեք միաժամանակ չեն լինում երկնակամարում։ Այս պատմությունը փաստում է, որ կարիճի ուժը ոչ թե ֆիզիկական չափերի, այլ կենտրոնացված էներգիայի եւ թաքնված զենքի մեջ է։ Այն հիշեցնում է, որ նույնիսկ ամենահզոր մարդիկ խոցելի են, եթե չունեն ներքին զգոնություն։ Օրիոնի մահը խորհրդանշում է մարդկային էգոյի կործանումը, որից հետո միայն հնարավոր է հոգևոր վերելքը։ Կարիճի աստղաբանական նշանը M տառն է, որի վերջում կա սլաք։ Այդ սլաքը հենց կարիճի խայթոցն է, ուղղված դեպի վեր կամ առաջ։ Այն խորհրդանշում է էներգիայի անդադար կենտրոնացումը, ցանկացած գնով թիրախին հասնելու կարողությունը։ Հարգելիներս, այս առասպելը հիշեցնում է, որ իսկական ուժը ոչ թե արտաքին ցուցադրականության,
այլ ներքին զգոնության մեջ է։ Կարիճի էներգիան սովորեցնում է մեզ առաջինը ճանաչել սեփական խոցելությունը։ Նույնիսկ ամենահզոր մարդը կարող է տապալվել, եթե նրա էգոն թույլ չի տալիս տեսնել փոքրիկ խայտոցները։ Երկրորդը կենտրոնացնել ուժերը, փոխանակ էներգիան վատնելու ամենուր սովորեք այն ուղղել մեկ հստակ թիրախի, ինչպես կարիճի սլաքը։ Երրորդը վերածնվել, երբեմն հին էգոյի մահը անհրաժեշտ է, որպեսզի տեղը բացվի նոր, ավելի բարձր հոգևոր մակարդակի համար։ Եվս մի հռետորական հարց ձեզ. իսկ դուք զգում եք ձեր մեջ կարիճի այդ ռենտգենյան հայացքը կամ վերածնվելու ուժը։ Այսքանը Պլուտոն մոլորակի և նրա կողմից կառավարվող կարիճ նշանի մասին։ Հաջորդիվ կխոսենք Վեներայի և նրա կողմից կառավարվող կշեռքի ու ցուլ նշանների մասին։ Չմոռանաք բաժանորդագրվել ու հավանել ձեր նվերը ստանալու համար։ Կհանդիպենք։